Ուրեմն Արցախի հանրապետության նախագահի հրամանագրով երկարաձգվել է Արցախի հանրապետության ազգային ժողովի գործունեությունը, դրանով իսկ ապահովել Արցախի սուբյեկտայնության կարևոր օղակներից մեկի աշխատանքը։ Կարևոր է նաև 2023 թվականի նոյեմբերի 4-ին Հայ առաքելական եկեղեցու Գերագույն խորհրդի ժողովի ժամանակ ամենայն հայոց կաթողիկոսի հայտարարությունը առ այն, որ Արցախի թեմը չի լուծարվել, այն փոքր-ինչ գործառույթներն են փոխվել։ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրամյանը նշանակել է թեմական խորհուրդ, որի գործունեությունը մասամբ սահմանափակված է ցավոք։ Արցախի թեմը մինչև Ադրբեջանի կողմից Արցախի հանրապետությունում իրականացված ցեղասպանությունը հոգևոր ծառայություն էին մատուցում 13 քահանաներ։ Արցախի թեմի 5 քահանաների ամենայն հայոց կաթողիկոսը ծառայության է նշանակել Ռուսաստանի Դաշնությունում, իսկ մյուս քահանաներին Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերի բնակավայրերում։ Բնականաբար Հայաստանի Հանրապետության հոգևոր ծառայություն կատարող Արցախի նախկին 8 քահանաներով մի ամբողջ թեմի գործառույթ իրականացնել Հայաստանի Հանրապետության 10 մարզերում եւ Երևան քաղաքի 12 վարչական շրջաններում դժվար է, բայց համապատասխան կազմակերպչական աշխատանքներ կատարելու դեպքում հնարավոր։ Մինչև բռնատեղը հանումը Արցախի թեմի առաջնորդի կողմից Արցախի Հանրապետության բոլոր շրջաններում նշանակված են եղել շրջանի հոգևոր պատասխանատուների, գործել է թեմի քրիստոնեադաստիարակչական կենտրոնը, Ստեփանակերտում եւ Բերձորում բարեբախտաբար գործել է, կարելի ասել, Արցախի Հանրապետություն եւ Հայաստանի Հանրապետության մեջ եզակի ծխական խորհուրդները ամբողջ գործունեությունը կարգավորված է եղել եւ աշխատել են։ Եվ ինձ համար ուրախալի է, որ այսօր մեր ժողովի անդամներից է նաեւ Արկադի Կարապետյանը, այդ թեմական խորհրդի ատենապետը եւ ատենադպիրներ էլ այստեղ, մի խոսքով Արցախի թեմի Ստեփանակերտ քաղաքի ծխական խորհուրդը այս պահի դրությամբ գործում է։ Բոլոր ծխի անդամները, խորհրդի անդամները բարեբախտաբար Երևան քաղաքում են եւ դժվար չէ նորից համախմբվել եւ ստեղծել։ Մինչև բռնատեղը հանում է, ինչպես նշեցի, գործում էին այդ կազմակերպությունները, բացի դրանից Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի եկեղեցասիրած եղբայրակցությունը գրանցված էր պետականորեն որպես առանձին կրոնական կազմակերպություն, բայց գործում էր թեմի ծիրում։ Ուրեմն առաջարկություններ կոնկրետ։ Դիմել ամենայն հայոց կաթողիկոսին Արցախի թեմի հոգևոր ծառայության նշանակել 8 քահանաների եւ 8 սարկավագների։ Երկրորդ, համագործակցելով Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմի ղեկավարների հետ Արցախի թեմի առաջնորդի կողմից նշանակել Արցախի Հանրապետության 7 շրջանների եւ Ստեփանակերտ քաղաքի հոգևոր պատասխանատուներին։ Երրորդ, Հայաստանի Հանրապետության թեմերի առաջնորդների կողմից նշանակված անձանց եւ պետական համապատասխան կառույցների անդամների հետ ցուցակագրել Երևան քաղաքի վարչական շրջաններում եւ Հայաստանի Հանրապետության մարզերի բնակավայրերում գտնվող Արցախի բնակիչներին ըստ Արցախի Հանրապետության շրջանների եւ համայնքների։ Չորրորդ, համագործակցելով Արցախի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարների հետ Ստեփանակերտի եւ շրջանների հոգևոր պատասխանատուների կողմից համայնքային անդամական ժողովների միջոցով ձևավորել Ստեփանակերտի եւ շրջանի հոգևոր խորհուրդներ։ 5-րդ, թեմական կանոնադրության համաձայն թեմում ստեղծել հոգևոր քարոզչական, հոգևոր մշակութային կենտրոններ, եկեղեցասիրած եղբայրակցություններ, տիկնամիություններ, երիտասարդական մանկապատանեկան եկեղեցասիրած խմբեր։ 6-րդ, համագործակցելով Հայաստանի Հանրապետության թեմի առաջնորդների, Հայաստանի Հանրապետություն գործող տեղական հոգևոր համայնքների հետ համատեղ կատարել հոգևոր ծիսակատարություններ, միջոցառումներ եւ ուխտագնացություններ։ 7-րդ, Արցախի Հանրապետության նախագահի կողմից ընդունել տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության երկարաձգելու մասին հրամանագիր։ Միջելուց այդ տեղական ինքնակառավարման մարմինների այդ գործունեությունը ուշադրության կենտրոնից կարծես թե շեղվել է։ Չմոռանանք, որ դա հենց Արցախի սուբյեկտայնության կարևորագույն օղակներից մեկն է։ 8-րդ, Արցախի Հանրապետության ազգային ժողովի կողմից ընդունել падգամավորների հետ կանչի մասին օրենք, որի նախադեպը եղել է ազգային ժողովի երկրորդ գումարման ժամանակ։ Սա ևս կարևորագույն հարց է,
քանի որ այս պահի դրությամբ Արցախի հանրապետությունում կան այնպիսի падգամավորներ, որոնք ընդհանրապես չեն մասնակցում ազգային ժողովի նիստերին եւ որոշներն էլ գտնում են Ռուսաստանի Դաշնությունում եւ այլ երկրներում։ Այդ հետկանչի մասին օրենքով մենք կարող ենք նորից վերականգնել падգամավորների իրական գործունեությունը եւ նպաստել կոնկրետ օրենքների ընդունմանը եւ գործադրմանը։ Ուրեմն 9-րդ վերականգնել Արցախի հանրապետության քաղաքների Հայաստանի Հանրապետության եւ արտերկրի քույր քաղաքների միջև համագործակցությունը։ Դրա միջոցով մենք ինչ կարող ենք անել։ Այս պայմանությամբ Ստեփանակերտի Շուշի քաղաքապետը այստեղ է։ Մենք գիտենք, որ Շուշին նաեւ եղել է ունեցել է քույր քաղաք։ Ստեփանակերտի եւ շատ քաղաքներ ունեցել են քույր քաղաքներ։ Վերականգնելով այդ գործունեությունը բնականաբար մենք հնարավորություն կընձեռնենք բոլոր քաղաքների, որ ունեցել են քույր քաղաքներ, այստեղ կարող են իրենք ստեղծել մշակութային կենտրոններ, գրասենյակներ եւ օգնեն արցախցիներին։ Ուրեմն 10-րդ հատուկ բանագնացների միջոցով ակտիվացնել Սփյուռքի հայության հետ համագործակցությունը, կազմակերպել Սփյուռքի խոշոր համայնքների կողմից Արցախի շրջանների հետ կապը եւ աջակցությունը։ Օրինակ, ԱՄՆ հայկական համայնք Ստեփանակերտ, Ռուսաստանի հայկական համայնք Մարտակերտի շրջան, Ֆրանսիայի հայկական համայնք Մարտունու շրջան, Հարավային Ամերիկայի հայկական համայնք Ասկայանի շրջան եւ այլն։ Այսինքն դրանով մենք նորից կապը կհաստատենք, հիշում ենք եռամիությունը Արցախ, Սփյուռք եւ Հայաստան։ Այդ եռամիության կապը նորից կվերականգնենք։ Կատարել համապատասխան դիվանագիտական աշխատանքներ ՄԱԿ-ի կողմից Արցախայությունը ճանաչել որպես բնիկ ժողովուրդ, ըստ բնիկ ժողովուրդների իրավունքների մասին հռչակագրի։ Դա եւս դիվանագիտական մեծ քայլ կլինի Արցախի սուբյեկտայնության ճանաչման եւ Արցախայության օգնության համար։ Միայն Արցախի ազգաբնակչության համախմբելով է հնարավոր պահպանել հայոց հարևելից կողմի Արցախի հայության գենաֆոնդը, յուրահատուկ մշակույթը եւ բարբառները, համախմբելու իրական եւ կարճ ճանապարհը հայ առաքելական եկեղեցու ազգային եկեղեցու շուրջ միաբանվել է։ Կարևոր է նաեւ Արցախայությանը ըստ Արցախի հանրապետության շրջանների բնակավայրերի բնակչության համատեղ բնակվելու իրագործումը։ Հիշենք երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մեծ հայրենադարձություն 1946-48 թվականին։ Այդ ժամանակ է հենց որ ստեղծվել է նոր արեշտ, նոր Արաբկիր, Զեյթուն, Սասունաշեն եւ այլն։ Համատեղ բնակվելը կնպաստի Արցախի հանրապետության բռնատեղահանվածների զարգացման համար հնարավորություն կընձեռվի լուծել սոցիալ-տնտեսական, հոգեվոր մշակութային, բարոյահոգեբանական խնդիրներ եւ նախապատրաստվելու Արցախի համաժամանակյա վերադառնալուն։ Բացի դրանից այս գործընթացը միջազգային հանրությանը կցուցադրի ադրբեջանա-թուրքական զավթիչների եւ նրանց գործակիցների կողմից կատարված ագրեսիա եւ ցեղասպանության հետևանքով Հայաստանի Հանրապետությունում ապաստանած բնակչության նկատմամբ ես այստեղ ուզում եմ անպայման նշել Մայր Հայաստանի հոգատարությունը։ Շնորհակալություն։